քրիստոնեական բոլոր հարանվանությունները, բոլոր ուղղությունները ամենատարածված աղոթքի բանաձևը, որ Տերը իր աշակերտներին ասավ, այս հենց աղոթեք։ Մատթեոս 6-րդ գլխում, երբ որ Տերն աշակերտներին ասավ, այս աղոթքը արեք, աղոթելուց հենց աղոթեք, 6-10-րդ խոսքերում, հատկապես 10-րդ խոսքի այս հետևյալ բառերը, որ թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Աղոթում են բոլոր քրիստոնյաները, աղոթում են, սենց ասեմ, հավատացյալ մեր պատկերացումով, ու մեր պատկերացումով այն ոչ հավատացյալ, բայց աստվածապաշտ մարդիկ են, որ հավատացյալ չես համարում, բայց ինքն են, որ քնելուց առաջ հայր մերն աղոթում, քան ես այս ձեր մարդիկ գիտեմ, ու բոլորը այս տողերն ասում են, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Հարց. ինչպիսն է իր կամքը երկնքում, որ մենք խնդրում ենք, որ երկրի վրա լինի։ Ինչպիսին է այդ կամքը։ Մենք չէ որ խնդրում ենք դա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում։ Մենք ինչ գիտենք երկնքում ինչպիսն էր Աստծո կամքը։ 5 կտակարանը կարդում ենք, որ Աստծո կամքը հասկանանք իր խոսքերից, իր պատվիրաններից, չէ, ինչա կամենում Աստված, եկեք համաձայնեք ուրիշ բան ենք տեսնում։ Եթե մենակ 5 կտակարանը մեկը բացի կարդա ձեռը դանգնի, ասի Աստվածաշունչ եմ կարդում, նորի հետ ծանոթ չեղնի, 9 կարդալու դեպքում որ ասեն ինչպիսին է երկնային հոր կամքը, որ երկրի վրա էլ եղնի, դե կասի մեղավորին քարկոծեք օրինակի համար, ով որ մի փոքր ինչ չհնազանդվեց, ինչ չլսեց, ես անապատում կարամ իրան տամ սատկացնեմ օրինակի համար, այս ձև է իր կամքը, ու որ իրան ասեր, թե խնդրի ասա կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում, կարող այս մարդը չուզենար խնդրել, որ այդ կամքը լիներ, բայց Հայր Աստծո իրական ու ռեալ պատկերացնելով, որ մենք պատկերացնենք ինչպիսն է իր իրական կամքը երկնքում, դա մեզ բերեց Տեր Հիսուս Քրիստոսը, որ երկնքից մարմնով եկավ երկրի վրա, ու մեզ ցույց տվեց նրա միջոցով մենք ճանաչեցինք ու իմացանք ինչպիսին է Հայրը երկնքում, ու որ կարողանանք լիարժեք ասենք, թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 5-ից 10 Նրա համար աշխարհ մտնելիս ասում է. Զո եւ պատարակ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար, ողջակեզների եւ մեղքի համար պատարակների չհաճեցիր, այն ժամանակ ասեցի, թե ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրված է ինձ համար, քո կամքը անելու, ով Աստված։ 40-րդ Սաղմոսում ասում է, գրքի տոմսումը գրված է ինձ համար եւ ահա ես գալիս եմ քո կամքդ կատարելու համար։ Այն երկնային թագավորությունից Տեր Հիսուս Քրիստոսը մուտք է գործում այս երկիր։ Եկեք պատկերացնենք սա։ Ինքը ընդեղից շատ լավ ունտիր իմանալով հոր կամքը գալիս է երկրի վրա, գալիս է կամքը կատարելու, գալիս է հատուկ միսիայով, գալիս է երկրի վրա մարդկային մարմնով, որպեսզի կատարի հոր կամքը։ Եվ մենք Տեր Հիսուս Քրիստոսին տեսնելով, թե ամբողջ իր, ասենք, միսիայի ամենամեծ ու գլխավոր գաղափարը որն էր, մարդկության փրկությունը, խաչի վրա զոհվելու հանուն մարդկության, որպեսզի մարդը փրկություն ունենա, նախ ստեղ բացահայտվեց Աստծո sense գլոբալ կամքը, ինչա ուզում Աստված։ Ոնց որ պատկերը սկսում է պարզել։ Աստծո կամքը ճանաչեցինք, ինչ որ չափով արդեն իսկ մարդկության փրկությունն է։ Աստված ուզում է, որպեսզի մարդիկ փրկություն ունենան։ Իսկ այս կամքը երկրի վրա պետքա մեկը կատարեր։ Ու սա եղավ Հիսուս Քրիստոսը։ Ինքը գալիս էր երկրի վրա հոր կամքը կատարելու։ Այն որ ասավ, այսպես աղոթեք, կամքդ լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, ինքը միջև է, ասում էր, ահա գալիս եմ, կամքդ կատարելու եմ գալիս։ Ինքն արդեն համոզմունքով, որ երկրի վրա գալիս է հոր կամքը կատարելու։ Տեր Հիսուսը մուտք գործեց երկիր։ Մարմնով մարդկային, եկավ մարդկանց մեջ ապրեց, մարդկանց հետ քնեց, վեր կացավ, կերավ, խմեց, քարոզեց, ու եկել էր մի հատ մեծ գլխավոր միսիայով։ Դրա համար էր եկել, չէ՞, բոլորս համաձայն ենք, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոսը գիտակցաբար, չէ՞, ինքն եկել էր, որպեսզի ինքը
դառնա այն զոհը, որի միջոցով որ մարդկությունը ունենալու է փրկություն եւ այսպիսով կատարի հոր կամքը։ Մի, սենց բան կա սենց գլոբալ կամքի մասին պատկերացում Աստծո, ինչ Աստծո կամքը եւ կա անհատականը Աստծո կամքը, որն է իմ կյանքի համար, որ ես էլ հնազանդվեմ։ Ես ասում եմ երկրի վրա եղնի քո կամքը, ես երկրի վրա ապրում եմ, ինչ պետք է ես անեմ, Տեր, որպեսզի ես քո կամքդ կատարող եղնեմ։ Այս արդեն հեշտ չի հասկանալը։ Իրականում սա իրոք հեշտ չի հասկանալը։ Սրա համար օրինակ Հռոմեացիս 12-րդ գլխի 2-րդ խոսքը Պողոս առաքյալը սենց ասում. «Եվ մի կերպարանվիք այս աշխարհի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը»։ Որ դուք քննեք, ամենք չեն, որի զորու են քննել, ինչ Աստծո կամքը։ Սրա համար նախ պետքա չկերպարանվել աշխարհի կերպարանքով, հետո սրա համար պետքա նորոգվել մտքի նորոգությամբ։ Մստեղ էլ ախր հարցակում, չէ՞, ինչա նշանակում նորոգվել մտքի նորոգությամբ։ Ինչի մասն է խոսքը գնեմ։ Եկեք փորձեմ ես sense բացատրեմ։ Միջև հավատքի գալը, ովքեր որ չեն ծնվել հոգևոր ընտանիքում, որ համարում են իրանք ծնե հավատացյալ են եղել, խոսքը նման մարդկանց մասին չի։ Նրանք եկեք հիշենք միջև հավատքի գալը։ Ոնց եք մտածում Աստծո կամքի մասին ձեր տեսակետն ինչ էր։ Ինչ պատկերացում ունեիք։ Ես շատ մարդիկ եմ ճանաչում, որ խոսում եմ ես, որ Աստված բարի, Աստված սիրող է, զարմացած երես սա նայ։ Ասում է, լամյա 4 կողմդ նայ։ Շատ է բարի ու սիրող Աստված։ Նա այս աշխարհում ինչա կատարվում։ Դու այս անարդարությունը, այս մահերը երիտասարդների անարդար ձևի, դե մարդ են իրանց պատկերացումով։ Հրեն ասում այ նա, որ ընդհանրապես մարդկությունից շատ հեռու մեկն է, առոք փառոք ապրում է, այն խեղճ ու լավ տղեն, որ իրոք լավ տղա էր, բարի տղա էր, ջահել մահացավ։ Ու դու խոսում ես, թե Աստված բարի է կամ Աստծո կամքը լավն է մարդկության հանդեպ։ Ու ոնց է եղնում, մեկ էլ գալիս է մի ընթացք, երբ որ դու իրոք ապաշխարում ես, Տիրոջ ճանաչում ես, քո միտքդ նորոգվում է։ Դու փոխվում ես, քո մտածելակերպդ փոխվում է։ Միտքդ սկսում է նորոգված միտքդ այլ կերպ է սկսում ընկալել երևույթներն արդեն։ Դու ունես նոր նորոգված միտք, այսինքն այն ֆունկցիան, որ աննորոգելն էր կատարում, նորը լրիվ այլ ֆունկցիա է կատարում։ Էլ երկուսն է մտածելու, դատելու համար են, բայց ահռելի տարբերություն կա ծայրահեղությունից ծայրահեղությունա, թե այն մեկն այդ ֆունկցիան ոնց էր կատարում, այս մեկը ոնց է կատարում։ Նա ոնց էր ընկալում, անալիզանում, դատում, իսկ այս նորոգվածը ոնց է անալիզանում ու սկսում է դատելը։ Ու էլի սենց բան է գալիս։ Քննեցեք, դուք քննեցեք ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ու սենց մի բան էլ կա շատ հավատացողների մեջ, սենց է, բարին, հաճելին, կատարյալը։ Մարդկանց մոտ ոնց է, ինչի հետ ասոցացվում։ Բարին, հաճելին, կատարյալ։ Դե հաճելին, հաճելի, ով չգիտի, հաճելի եղնի, բարին ու կատարյալն էլ թող այ մարդես բարի բաների մեջ հաճելի եղնի ու կատարյալապես ինձ հաճելի եղնի։ Ու ինչ է ստացվում։ Մի բան ասեմ, նայեք ուշադիր լսեք։ Ես ունեմ կամք, ես ունեմ կամք, ոչ միայն կամք, ունեմ երազանքներ, իղձեր, նպատակներ, ցանկություններ, ու միաժամանակ ես հավատում եմ Աստծուն։ Ու ես ունեմ Աստված։ Ու ես ասում եմ, թող քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում, ու ասում եմ, բարին, հաճելին, կատարյալն է իր կամքը։ Մի Տեր Աստված, ինձ հաճելի կեղներ, որ իմ համար այս բանը սենց եղներ։ Իմ համար вообще բարի կեղներ, որ այս բանի համար որ աղոթում եմ, այ մի հատ սենց ու այս խնդիրը լուծված եղներ Հայր ջան։ Ուզում եմ, ես եմ ուզում, սրա համար եմ աղոթում։ Արա, գիտեք ինչ է ստացվում։ Երկնային Հայր, իմ կամքը կատարի, որ ես երկրի վրա եմ։ Կարճ ու կոնկրետ։ Եթե մի քիչ ուշադրենք նայեմ, երբ արդեն սրան է գնեմ։ Դե դու կաս ամենակարող ես, հնարավորություն ես, ես քեզ հավատում եմ, դե կամքս կատարի էլի, մենք տես չենք ասում, բայց եթե խորը ինքներս մեզ հետ անկեղծանանք, խորը նայենք մեր ներսը, իրոք սենց առանց վախենալու, լայն բացված աչքերով նայենք մեր ներսը մենք կտեսնենք, որ մեր կամքը թելադրող ենք դառել իրան։ Ուզում ենք ինքը մեր կամքը կատարի։ Միջև անգամ երբեմն խնդրվածների, ոչ միշտ, ոչ բոլորը, ճիշտ հասկացեք ինչի մասն է խոսքը, բայց երբեմն ամեն մեկս, երբեմն որոշները տոմիշտ, լավ էլ քիչ է, որ
Գալիս ենք Աստծո առաջ մեր կամքը խնդրելու, որ ինքը մեր կամքը կատարի։ Մենք ուզում ենք, որ մեր կամքը կատարվի։ Շատ ժամանակ։ Բայց Հիսուսն ասավ խնդրեք, որ իր կամքը կա երկրի վրա, որ ինքը երկնքում է։ Այսա խնդրեք ասավ, որ իր կամքը կա։ Մենք ուզում ենք, որ իր կամքը գա, բայց մենք ուզում ենք իր կամքը եղնի, մեր կամքը կատարել է եղնի։ Սա սխալ մոտեցում է։ Սա ճիշտ մոտեցում չի։ Ու սրանից գալիս են ծնվում են հիասթափություններ, որովհետև կամքդ բնականաբար միշտ չի, որ Աստված կկատարի, ու ստեղից գալիս է հիասթափություններ, ստեղից գալիս է արդեն Տիրոջ խնդրվելն ու մոտը գալիս են ինչ որ մի տեսակ 50-50 կանի, թե չի անի, հավատքի տատանում աստեղից առաջանում մարդկանց մոտ, այս ամեն ինչ սկսվում է սխալ մոտեցումից։ Ես չեմ ասում մեր կարիքների համար մենք չդիմենք մեր երկնային հորի, իհարկե դիմենք, բայց ուղղակի առաջնահերթությունը պետք է եղնի, որ ինքը ունի կամք, իսկ ես նա եմ, ով պետք է կատարի իր կամքը։ Հիսուս Քրիստոսը մտավ երկնքից երկիր։ Ինքը մտավ իր թագավորությունից մի ուրիշ թագավորություն եկավ։ Երբ որ խոսում էր Պիղատոսի հետ, Պիղատոսն ասում էր իրոք թագավորս, Տեր Հիսուսն ասավ իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Մեկ այլ թագավորությունից ինքը տեղափոխվել մտել էր մեկ ուրիշ աշխարհ։ Հիսուս Քրիստոսը ոնց եղավ տեղափոխությունը։ Սուրբ Հոգուց Կույս Մարիամը հղիացավ։ Նման ծնվեց Հիսուսը, նման ձևով ապահովելով Հիսուսի մուտքը երկնային թագավորությունից այս աշխարհիկ թագավորությունը։ Նման ճանապարհով Հիսուս Քրիստոսը մուտք գործեց։ Երբ որ մարդը անկեղծորեն հավատում է, որ Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զոհով ունի մեղքերի թողություն, ունի փրկություն ու վերստին ծնվում է, այս վերստին ծնունդը մի process է, երբ որ մարդը նույն կերպ քրիստոսակերպ ծնվում է Սուրբ Հոգուց։ Էությունը հոգիդ ծնվում է Սուրբ Հոգուց։ Այդ Սուրբ Հոգուց ծնված մարդը, որ ասում են, չէ, ինքու մեջ Հիսուսա ծնվել, երկնքից ծնված մարդ ես, վերստին ծնված մարդ ես, դա երկնային քաղաքացին է, որ ունի հավիտենական կյանք։ Մենք ասում ենք վերստին ծնված է, այս մարդու մարմինը ստեղ կմնա, կպտի հոգին կգնա երկինք, քանի որ երկնքի թագավորության քաղաքացի է հոգին։ Ճիշտ է։ Այդ վերստին ծնված, Աստծուց ծնված հոգին գնալու է ժառանգակից ենք Աստծու, բնականաբար երկնային թագավորության քաղաքացիներ ենք։ Քրիստոսը ոնց եկավ ստեղ հոր կամքը կատարելու։ Նույն ձևի, երբ վերստին Սուրբ Հոգուց ծնվում ես, որը որ հայր մեր, որ երկնքում ես, այդ երկնքում ես հոգինա, որ ծնվում է մեջդ երկրի վրա, մենք պետք է կատարենք նույն ձև հոր կամքը, ոնց որ Հիսուս Քրիստոսի երկրի վրա։ Երկրի դրությունը ու իրավիճակը սա էր։ Սատանան էլ էր մուտք գործել երկիր, խաբելով Եվային, ընդեղ Ադամին, նման ձևով Սատանան ընտել էր երկիր, մեղքը իշխեց, իսկ մեղքը դա ասենք այն բանն է, որը որ Սատանային, սենց ասեմ, հռչակում է, օրինակ իմ նորընտիր վարչապետ, օրինակ, այն նման կերպով Սատանան սկսեց իշխել երկրի վրա։ Հիսուս Քրիստոսն էլ մի դրվագում խոսալուց ասում էր, որ այս աշխարհի իշխանը ի նկատի ունենալով Սատանային։ Ու ինքը եկել է մի ուրիշ թագավորություն, որտեղ ուրիշ թագավոր կա, իշխան կա, Հիսուս Քրիստոսը սկսում է այդ թագավորությունում, թագավորությունից դուրս բան քարոզել, այդ թագավորության կանոններից դուրս ձևով ապրել, եւ մարդկանց ասել այսպես ապրեք, որը որ չի համապատասխանում երկրային կյանքին, որի իշխաններ էր Սատանան, Հիսուս Քրիստոսն եկել ասում այս ձև ապրեք։ Ասենք սրանն է նման ամեն անգամ նորմալ ու բնականը սա էլ եղնելու։ Երբ որ աշխարհի աղավաղված սատանայակերպ այդ պատկերի ու կերպարանքի մեջ սկսում ես հոր կամքը կատարել, նման է եղնում, դες չի ոնց որ պատկերացեք հայ ավանդական մի հատ ընտանիք, ասենք ծնվել է մի հատ հայ ավանդական, խոսքի օրինակ մի հատ հայ տղա, ասենք Հայկ, օրինակ։ Արտիքի գյուղ է, օրինակ եմ ասում։ Մեկ էլ մի քիչ մեծանում է, ատենը մեն ով սիրունի տեղը, ասենք ջազ է երգում, հաստ շուրթերով, լավ էլ երգում է։ Այն մարդ ասում են, սա մեր մոտից է, թե մեր մոտից չի։
Այս թե մեր մոտիցախի ասենց անեմ։ Նայում նիստ ու կացը չի համապատասխանում տվյալ տեղին։ Հարց ծագում։ Ու պիտակավորում են, չէ՞, թե նայեք մարդկանց իրանց արտաքինով, իրանց մտածելակերպներ կարան ասենք պիտակավորեն, մեկին ասեն շվեդ, մեկին ասեն ուզբեկ, մեկին ասեն էս, չէ՞։ Սա է հարցը, որ դու, եթե երկնքից ծնված ես, վերստին ծնված ես, դու պետքա տարբերվես, այո, դու պետքա եղնես ավելի համապատասխան այն արքայությանը, քան թե այս աշխարհիկ արքայությանը։ Ու Տիրոջ կամքը, եթե խնդրում ես երկրի վրա եղնի, դու էլ ծնվել ես Քրիստոսի նման Սուրբ Հոգուց, որ կատարես այդ կամքը երկրի վրա։ Քննեք հոր կամքը, քննեք, որ Աստծո կամքը իմանաք, ասма։ Լավ, ինչ կա քննելու։ Տարբեր ձևերու միջոցներ կա։ Օրինակի համար եկեք սենց ասենք, կա այսօր արդեն այն վաղ որ գրվում էր քննեք, հլա սենց ընդհանուր կազմած Աստվածաշունչ գոյություն չուներ։ Մենք ունենք Աստվածաշունչ, որը կարդալով, նոր կտակարան հասնալով կարդալով, նայելով Հիսուս Քրիստոսին, հասկանում ենք հոր կամքը մեր փրկությունն է, Հիսուս Քրիստոսի պատվիրաններով մենք հասկանում ենք ինչա Տերը կամենում, մենք ինչ անենք, բարի, սիրող, ներող, չէ, չշնացող, չսպանող, չթալանող, նայում ենք, տենում ենք, ոնց որ արդեն մի ձև որ քննեցինք։ Անհատական իմ համար իրավիճակ, որ ստեղ գրած չէ, օրինակ վաղը արեն դու գնաս խիմզավոդ, թե գնաս բազում, չէ, օրինակ եմ ասում, սենց իրավիճակը մեկ հայտնվի ընտրության առաջ։ Սա քննելու համար Տերը կխոսա քու հետ, եթե դու ցանկանում ես քննես ու իմանաս իրականքը։ Եթե դու ուզում ես իմանաս, քեզ կարևոր է, որն է իրական քեզ տվյալ հարցն, որ դու անես։ Սա պարզ օրինակ էր ընդհանրապես խոսքը իրականում խիմզավոդի ու բազումի մասին չէր էլի, այլ ինչ որ լուրջ կյանքի իրավիճակում ես հայտնվել, աշ գնաս թե ձախ, սա ընտրես թե նա ընտրես, իսկ Տերը բազում խոսալու կերպեր ունի։ Իրա խոսքը Սուրբ Հոգու միջոցով կարա խոսա, քարոզի, մարգարեության միջոցով քու վրա եղած կարա խոսա, դու գաս Տիրոջ առաջ կարա հոգուդ մեջ հետդ խոսա, տարբեր ձևեր ունի, միջև անգամ կարա ինչ որ առարկաներով սենց իլյուստրացիոն կերպով քեզ ինքը իրա խոսքը տեղ հասցնի։ Ինչ Տերը շատ լավ գիտի ոնց խոսա ու ոնց հստակ խոսա, որ դու չկասկածես, որ դա ինքն է, որովհետև լանայ կնեք արտահայտությանս համար ինչ հիմար բան է ստացվում են, որ խոսացի զավակիս հետ, զավակս չհասկացավ, ես էի սենց էլ ճիշտ չարավ, էլի սենց վիզուր խոսացել, ոչ ամենագետ Աստված, որ խոսալու եղավ, հավատացեք, նենց է խոսալու, որ դու իմանաս, որ դա ինքն է, որ հետո էլ չկայնես մի բան է, ասենք իր կամքի համաձայն չանես, չկայնես, ասես, բա այս կամքը շատ գիտեի, որ տենց անեի, մի հատ էլ լեզուդ երկարացնես իրա վրա, ոչ նենց է եղնելու, որ ինքն ասել, դու գիտեիր կամքս ու չկատարեցիր կամքս, դու գիտեիր ես ինչ էի ուզում, ես քեզ ցույց էի տվել, ես քո հետ խոսացել էի, ու դու դա լավ գիտեիր, ու սենց մի հատ իմ փորձեմ, ասեմ մի հատ սենց տակշկիր բաներ ունի ինքը, հաստատելու, մի հատ խոսած հետս, այն որ խոսքի օրինակ գլխի եղանց նա մի որոշ ժամանակ մարդ ես երբ մտնում ես այնտեղ սատանան փորձում է խափ հիշել, Տերը հաստատում է, էլի տարբեր միջոցներով, տարբեր ձևերով ընքան անելու միջև հաստատ իմանաս, որ դա հստակ ինքն է, այսա հստակ իրանից է։ Երբեմն Տիրոջ կամքը կատարելը երկրի վրա դժվար է, նեղություններով լի է եղնը։ Եթե ասում է բարի, հաճելի ու կատարյալ, դա չի նշանակում, որ այս սենց օթերով մի հատ այս ձևով ամեն ինչ ընթանալու է։ Ով կարա Հիսուսից ավելի սենց համոզիչ հոր կամքը կատարող օրինակ բերի։ Չկա, ոչ մեկը չի կարա։ Հիսուսը եկել է հոր կամքը կատարում է երկրի վրա։ Ժողովուրդ, դա միշտ չի որ հեշտ բան է իրականը։ Եկել է երկրի վրա հոր կամքը կատարելու։ Մատթեոս 26:39-ից 43-ին հեսա կանդրադառնանք, երբ որ եկավ կամքը կատարելու են վերջափուլերին էր արդեն մոտենում, ասես մի հատ բան է տեղի ունենում։ Այդ մատնվելուց առաջ վերցրեց եկա շակերտների գնաց Գեթսեմանի այգում աղոթելու Տեր Հիսուսը։ Այն գլխավոր նպատակը կամքի, որ մարդկության փրկություններու եկել էր խաչվելու, մի մոտեցել այդ պահը, այդ բարի, հաճելի, կատարյալ պահը, ու իրականը մարդկության փրկությունից ավելի բարի, հաճելի ու կատարյալ բան չենք գտնի մենք, եկել է այդ պահը,
ու Տեր Հիսուս Քրիստոսը պետք է սա կատարի այդ բանը, գնացլա Գեթսեմանի այգում աղոթքա բարձրացնեմ։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա ընկավ։ Աղոթք էր անում եւ ասում 39-ից եմ կարդում։ Աղոթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Եվ աշակերտների մոտ է գալիս եւ նրանց քնի մեջ է գտնում եւ ասում է Պետրոսին. այդպես 1 ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն կենալ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուսը գնաց աղոթք արավ եւ ասեց. Իմ Հայր, եթե կարելի չէ, որ այս բաժակն ինձանից անցնի, առանց իմ նրան խմելուս, քո կամքը լինի։ Եվ գալով նրանց դարձյալ քնի մեջ գտնում է, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, այլն եւ այլն։ Եկել այդ պահը, ու եկել տենմա, որ հոգին հոժարա, բայց մարմինը տկար է։ Կանգնել է ընտրության առաջ։ Տրվեմ մարմնին, անեմ այն, ինչը մարմինն է կամենում, թե անեմ այն, ինչը որ երկնային հերն է կամենում, ու ես դրա համար եմ ուղարկված, որ ես պետքա դա անեմ։ Ու Տեր Հիսուսը խնդրում է, որ ասում է, թող քո կամքը լինի։ Եթե հնարավոր է, թող անցնի, եթե հնարավոր չի, թող քո կամքը եղնի։ Հոր կամքը, որ մենք խնդրում ենք երկրի վրա քո կամքը եղնի, միշտ չի, որ դա շատ հեշտ է եղնի։ Երբեմն դա անելու համար, այո, պետքա հոգու հոժարությամբ տրվես, ոչ թե մարմնի ցանկությանը տրվես։ Ու եթե դա դժվար է ու նեղություններ է քեզ նեղություններ է պատճառը հոր կամքը կատարելու համար, դա չի նշանակում, որ սա բարին հաճելին ու կատարյալը չի։ Հենց կարա այդ քո նեղություններով ու դժվարություններով մեջ հոր կամքը կատարելը հոգևոր աշխարհում դա շատ բարի հաճելի ու կատարյալ է իրականում։ Ոնց որ նորից եմ կրկնում, Քրիստոսի խաչելությունից, մարդկության փրկությունից, դրանից են կոմ բարի հաճելի ու կատարյալ բան չի եղելու, չի ելեգնելու։ Բայց դա մեծ դժվարություններով էր տրվում, մինչև անգամ Տեր Հիսուս Քրիստոսին մարմնի մեջ գտնվելով։ Շատ ժամանակ հեշտասեր կարանք մենք եղնենք։ Շատ ժամանակ մենք կարանք, այո, եթե Տիրոջ կամքն է, եթե նա բարի հաճելի է, ուրեմն պետք է իմ համար հաճելի ու լավ եղնի։ Այո, եթե ճշմարիտ հոգևոր ենք, եթե ճշմարտապես մեր համար կարևոր է նրա կամքը, այդ նեղություններն էլ հաճելի կեղնի մեր համար, եթե դա հանուն նրա կամքի է երկրի վրա կատարելու։ Դա շատ հաճելի բան կեղնի մեր համար, որովհետև դու գիտակցում ես ինչ ես անում, ինչի համար ես անում, որովհետև գիտակցում ես, եթե դու Տեր Հիսուս Քրիստոսի նման Սուրբ Հոգուց ծնված ես, վերստին ծնված ես, երկրի վրա նրա կամքը կատարելու համար, այո, իհարկե անցնելու ես նեղություններով, դժվարություններով։ Իհարկե դժվար կլինի։ Ասես մի բան էլ էր պատմում Տեր Հիսուսը մի բաղով, ասում էր, ով անա, որ Աստված նրան ոնց որ տնտես տնի իր ծառաների վրա, որ ծառաներին կերակրի, վախտին իր տնտեսությունը վարի, սա սկսի ծառաներին ծեծել, սկսի հարբեցողությամբ զբաղվել, ինչ եք կարծում, որ գա տանտերը, ասում էր, ինչ կանի նրան։ Դուրս կգցի մեղավորների հետ կլինի նրա բաժինը, որտեղ լացն ու ատամների կրճտացնելն է։ Սա ինչի համար եմ ասում։ Ինչն է ասածս։ Միջև անգամ, եթե գիտես պարգևդ, եթե գիտես Տիրոջ կամքն է, որ դու ես ինձ օրինակ ծառայության մեջ ես կամ ես ինչ բանն ես անելու, կամ ես ինչ ուղղությամբ ես գնալու, նու պարզ օրինակ եմ բերում։ 4-5 հոգու հետ աշխատում ես Տիրոջ խոսք ես տանում։ Օրինակ։ Ու եթե սա սկսես անփութորեն անել, եթե դու ավելի ընտրես այն հեշտ բաժինը, ուտել, խմել, իրանց համար էլ ծեծել ու գնա, չէ որ Տերը գալու է։ Տերը գալու է այս երկրի վրա։ Ու նայելու է իր կամքը ինչքանով է կատարված։ Ես նորից եմ ասում, այո, փրկությունը շնորհով է, դրա մասին չի խոսքը, բայց ես մի բան կա, լավ հավատքով շնորհով փրկված եմ, Տեր, բայց քո կամքը չեմ կամենում անեմ։ Խի չէ, որովհետև այդքան էլ լավը չի, բայց ով է քեզ փրկել, եթե տես չես ընդունում, չես հավանում իր կամքին։ Չես փրկվելու, կլինի բաժինդ այնտեղ, որտեղ լացնա ու ատամների կրճտացնելն է։ Անկախ նրանից ինչքան տարիներ ես եկեղեցի գալի, անկախ նրանից, որ դու ու միջև անգամ քո շրջապատում քեզ համարում են հոգևոր, Տերը կորոշի դա, ինչքանով էր իր կամքը սուրբ քո համար։
Ինչքանով որ կարևոր ու թանկ իր կամքը, այս սրանով կորոշի։ Չէ որ դու մտնելու ես մի արքայություն, որտեղ որ լիարժեք ու բացարձակապես իր կամքն է իշխում, բայց որ չես հավանում, չես ուզում անես, կմտնես հարցածակում։ Ու ռեալ ու իրական ապաշխարողները, երբ որ Տիրոջ կամքը չեն կատարում, օրինակ իմ դեպքում ասեմ, երբ որ ժամանակ այգնեմ իր կամքից դուրս եմ անում, կամքն իմանալով, բայց ես դա չեմ անում, բան, մինչև անգամ ապաշխարությունը հեշտ չի եղնում այդ ընթացն անցնելու, շատ դեպքերում այդ ապաշխարությունն էլ դժվարություններով ու նեղություններով եղնեմ։ Մինչև անգամ մտածելը, նախ չես ուզում հաշվի նստես նրա հետ, որ «Յա հայր, բա ես քեզ հավատացող, քեզ սիրող հոգևոր, այս բանն արեցի, միացրա այդ նախ հաշվի տես նստի, որ այո, դու լավ էլ արել ես»։ Ոչ թե լավ ես արել, որ արել ես, այլ լավ էլ այդ վատ արարքն արել ես, խոսքը սրա մասին է գնում։ Նախ այս սա մի հատ նայել ինքնաճանաչողությամբ գալ Տիրոջ առաջ ու ապաշխարել ու զղջալ, քանի որ Տիրոջ կամքն է, որ երբ որ մենք նրա կամքը չենք կատարել, զղջանք ու ապաշխարենք, սա էլ է իր կամքը։ Ամեն անգամ, երբ որ կասեք, լինի քո կամքը երկրի վրա, հիշեք չապաշխարած ու չզղջացած մեղքերը։ Ինքը կամենում է, որ մենք զղջանք ու ապաշխարենք, այսպիսով կատարելով իր կամքը։ Ինքը կամենում է, որ մեր մեզ ձևավորվի այն Քրիստոսա կերպ մարդը, որ կասի տկարեմ, բայց քո կամքը պետք է անեմ, ես դա եմ ուզում։ Ու ամենակարևոր բանը հոգու հոժարությունն է, իսկ ասեմ, բոլոր վերստին ծնվածները, ինչքան է որ մարմնով տկար են լինում, բայց չէ որ հոգուդ խորքում դու ուզում ես Տիրոջը միշտ հաճեսնես։ Պարզապես տրվում ենք մենք մարմնի հեշտությանը ու գնում ենք, բայց մի բան ասեմ, ամենակարևորը հենց այդ հոգու հոժարությունն է, դա մեծ զենք է, դա մեծ զենք է, որպեսզի դու իր կամքը կատարես, անցնես այդ բանը, թեկուզ նեղությունով, թեկուզ դժվարությունով, դու հոր կամքը կատարես։ Տեսեք, մի ակնթարթ չէր, մի վարքյան չէր, Հիսուսը 3 անգամ գնաց նույն աղոթքը արավ, 3 անգամ։ Միգուցե իր կամքը կատարել օրեր տևա, ամիսներ տևա, տարիներ տևա, դժվարություններով, նեղություններով եղնի, բայց սա է կարևորը։ Կյանքի իմաստը, կյանքիդ օրերի իմաստը, սենց ասեմ, այն ինչի համար որ ապրում ես, երկնային մարդ վերստին ծնված, որ երկրի վրա ապրում ես դրա համար, իր կամքը ստեղ կատարելու համար։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը գալով երկրի վրա, գալով միտեղ, որտեղ որ սատանայի իշխանության տակ էր գտնում, ինքը կատարելով հոր կամքը, հասավ նրան, որ Մատթեոս 28-րդ գլուխ 16-րդ խոսքում ասավ. ամեն իշխանություն ինձ տրվեց, թե երկնքում, թե երկրումս, ամեն իշխանություն։ Սատանեն կա, սատանեն գործում է, մի ժամանակ էլ դեռ կգործի, նրանց հետո էլ մի 1000 տարի չի գործի, մի ժամանակ կգործի ու հետո ընդհանրապես էլ չի գործի, բայց փաստը սա է, սատանեն կա, սատանեն գործում է, ինքը ուզում է պահի այս երկրի իշխանի նման, բայց իրականում արդեն իշխանությունը տրվել է Հիսուս Քրիստոսին։ Իրականում տրվել է իշխանությունը Հիսուս Քրիստոսին։ Ու մարդիկ, երբ որ sense կանգնում են ընտրության առաջ, նրա կամք անեմ, թե նրա կամք անեմ, ո՞րն է իմ թագավորը։ Թագավորը լիարժեք Հիսուս Քրիստոսն է, երկիրն էլ է իրանը։ Նա երկնքից եկավ, երկիրը գրավեց ու ասավ ինձ հավատացողները պետք է ապրեն նենց, ոնց որ վայել է ապրելու իմ զավակներին, երկնային թագավորության ներկայացուցիչներին, այս երկրի վրա, թեկուզ սատանես նման կերպ գործելով։ Չենք մեռնի, չի ուտի մեզ, եթե մեռնենք, ընդամենը ֆիզիկապես, եթե սպանվում են քրիստոնյաները, ընդամենը ֆիզիկապես են սպանվում, բայց հոր կամքը, այ բացառիկ արժեքը սա է, այսա բացառիկ արժեքը, հոր կամքը կատարելը։ Քննենք, ինչն է քո կամքը իմ համար, քննենք ինչն է գլոբալ քո կամքը Տիրոջ խոսքը կարդալով ու ուսումնասիրելով, քննենք, հասկանանք ու հասկանանք, որ այո, դժվարությունը կարող է լինի բարի, հաճելի ու կատարյալ հոր աշկերի համար։ Սա կարա հասկանա մտքի նորոգությունով նորոգված միտքը,
Եթե մի դուք դուրս գնաք մտեղ, որը որ չունի մտքի նորոգությունով նորոգված, ի նկատի ունեմ աստվածային ուղղությամբ դեպի մարդուն, ասես գիտես այս նեղությունը բան ինչ, հաճելի, բարի ու կատարյալ ահոր կամ կծիծաղ են պարզապես մեր վրա։ Բայց ի տարբերություն նրանց, մտքի նորոգությունով նորոգված մարդիկ սա հասկանում են, որ այո, հոր կամքը, այն սուրբ կամքը, պետք է մեր համար սրբություն եղնի Աստծո կամքը։ Պետք է դա եղնի սրբություն, որ մենք անենք։ Ունենց ոնց որ երկնքը մեր տեղի ունեցել մի բան, Սաղմոս 103 Սաղմոսի 19-ից 22-րդ խոսքերը կուզեմ կարդամ։ Տերը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Երկնքում էլ էր այդ պայքարը տեղի ունեցել։ Սատանան փորձել էր ընդեղել իր իշխանությունը հաստատել։ Ընդեղ էր սկզբից փորձել ինքը իշխանություն հաստատեր, թագավորությունը իր ձեռը վերցներ։ Բայց քանի որ Տերը ի սկզբանե թագավոր էր, Տերը հաստատեց իր աթոռը երկնքում։ Եվ նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Հետո Սատանեն եկավ, ստե իր իշխանության տակ վերցրեց մարդկանց խաբելով։ Սկսեց ստեղ իշխանություն անել, եկավ երկրի իշխան ինքը։ Միջև Տեր Հիսուս Քրիստոսն եկավ, ստեղ էլ ձեռից խլեց այդ թագավորությունը, իշխանությունը։ 20-րդ խոսքը կարդամ։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, որ կատարում եք նրա խոսքը, նրա խոսքի ձայնը լսելով։ Ըհը, երկնքում հրեշտակները կատարում են նրա խոսքի ձայնը լսելով, նրա կամքը կատարում է։ Տեր լինի երկրի վրա, ինչպես երկնքում քո կամքը, պատասխանատվությունը չէ բերեմ մեր վրա։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը պարտադիր կերպով։ Պետք է սա եղնի նախապատվություն, նրա կամքը կատարելը։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության ամեն տեղերումը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Եվ մի բան էլ ասեմ, մենք ինչքան ենք ցկտում Տիրոջը մոտ եղնել, չէ՞։ Ինչքան ենք փափագում, sense մենք իր մեջ, ինքը մեր մեջ, սա ուղղակի փափագա, Տիրոջն ենք ուզում, Տիրոջն ենք ուզում, Տիրոջը, այդ մտերմությունն ենք ուզում, Տիրոջը։ Առանց կամքը կատարելու դա շատ դժվար է։ Առանց կամքը կատարելու մի անգամ մի կատար, երկու անգամ կա։ Դու մերժի իր կամքը, թե մերժում ես կամքը, դու մերժում ես իրան։ Մատթեոս 12:46-ից 50 երրորդ խոսքերում sense բան կար, Տեր Հիսուսը կանգնած է տաբազմությանը քարոզմա, խոսմա մեկ էլ մայրը, ընտանիքը, եղբայրները, քույրերը գալիս են դեղ Հիսուսին են ուզում, ու Հիսուսին ասում են ընտանիքդ եկել է քեզ ուզում, քույրդ, մայրդ բան։ Եվ Հիսուս Քրիստոսը շրջվում է, ասում է, ով է իմ մայրը, իմ քույրը, իմ եղբայրը, ու ցույց է տալիս իրան լսող ժողովրդին։ Ու հետաքրքիր բան ասում 50-րդ խոսքը։ Ասում է, ով որ կատարում է, որովհետև ով որ իմ հոր կամքը կատարե, որ երկնքումն է, նա իմ եղբայրը, քույրը եւ մայրը։ Ուզում եք չէ՞ ցույց տասի քուրս, աղբերս, չէ՞։ Իր կամքը կատարենք։ Տեր Հիսուսին սենց կանք եղբայր մեզ, սենց կանք իր ընտանիքի անդամ, ոչ թե զգաս, այլ իրապես, որ Տեր Հիսուսն ասավ, ուրեմն դա տենց է։ Իսկ մենք դա ենք ուզում։ Իսկ դա ուզում ենք, ինչ բարի է, ինչ հաճելի ու կատարյալ բան է, չէ՞։ Բայց երբեմն չենք ուզում մեզ նեղություն տանք իր կամքը կատարելու։ Գիտես իր կամքն աներելը, բարձ կամքը ստեղ հայտնած է, ջանք չես անում ներելու։ Գիտես իր կամքն ա, որ օրինակի համար ստեղ բարձ գրած է, չէ՞։ Կարիքավորին հասնես քուփայից, չէ, հա։ Կթողած կողքով կտաս կանցնես։ Գիտես իր կամքն ա, չարին չարով չհատուցես։ Իա, լա փորձի մի հատ կպինս տես ինչ եմ անում ես քեզ։ Ու սենց ապրելով։ Գիտես իր կամքն ա, որպես եթե դա տված շոր պարգևով ծառայեմ ես մարդկանց դու դա պետք է անես բարի սիրելով, ցանկանալով, ուրախությամբ, ոչ թե այն մի տնտեսի նման ասենք, ծեծելով, կոպտելով, դու էլ քո աճույքի մարդ է այնտեղ ֆռֆռալով։ Այս ամեն ինչը նրա աշկերի առաջ է տեղի ունենում։ Եկենք կանգնենք աղոթքի։ Ով Սուրբ Հայր, մենք քո առջև ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր,
որ մենք լինելով հասարակ մարդիկ դու տվեցիր մեզ հնարավորություն վերստին ծնունդ ունենալու։ Եվ դու Տեր այնքան գնահատեցիր ու արժեքավորեցիր մեզ, որ դու ցանկացար, որ մենք լինենք նրանք, ովքեր որ քո կամքը կկատարեն այս երկրի վրա։ Շնորհակալ ենք քեզանից մեր փառավոր Աստված։ Շնորհակալ ենք, որ դու այդքան արժեքավորեցիր մեզ։ Եվ խնդրում ենք քեզ միառժամանակ, որպեսզի ներես մեզ, ներես, որ շատ ժամանակ Տեր մենք չենք նախընտրում քո կամքը կատարելը, այլ նախընտրում ենք մեր կամքը կատարելը։ Ներիր նաև, որ փոխանակ քննենք եւ հարցնենք ինչ է քո կամքը, մենք մեր կամքն ենք թելադրում քեզ եւ խնդրում ենք, որպեսզի դու այն կատարես։ Ներիր մեզ մեր սխալ մտածելակերպի համար երբեմն։ Ներիր մեզ, Հայր, որ երբեմն մենք ոչ թե կանենք այն, ինչը հոգու հոժարությամբ, այլ կանենք այն, ինչը որ մարմինն է ցանկանում եւ մարմնի հոժարությունն է։ Մեր Սուրբ Աստված, մեր ողորմած Տեր, խնդրում ենք քեզ, որպեսզի ներես մեզ բոլոր այս բաների համար։ Ինչպես նաև խնդրում եմ քեզ, Հայր, որպեսզի նորովի դու մեզ լցնես քո Սուրբ Հոգով եւ քո Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, զորացնի մեզ, Տեր ջան, քո կամքդ կատարելու մեջ։ Թող որ մեր մտքերը նորոգվեն, Տեր, նորոգվեն քո կամքդ ճանաչելու, քննելու եւ այն կատարելու։ Որպեսզի երկրի վրա մեր ապրած օրերը, Տեր, չլինեն թե մեզ համար ենք ապրել, այլ լինի, որ քո համար ենք ապրել, քո կամքը կատարելով։ Մեր Սուրբ ու փառավոր Հայր, թող մեծարվի քո անունը Դավիթյան Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։